Բարև ձեզ, եթերում կարևորի մասին է, այսօր գալայի տաղավարում հյուրընկալել ենք հայկական ցեղասպանության արտարության մարտիկների անդամ Անդրանիկ Պողոսյանին։ Բարև ձեզ։ Բարև։ Պարոն Պողոսյան, հուլիսի 23-ին դուք եղել եք ՊՊՑ գնդում, հանդիպել եք Սասնա Ծռեր խմբի անդամների հետ, ավելի ուշ արդեն գիտեք, նրանք որոշում կայացրեցին զենքը վայր դնելու վերաբերյալ, եւ այս գործընթացը վերջին 2 շաբաթների ընթացքում տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։ Նախ ձեր գնահատականը կուզեմ լսեմ, դուք Սասնա Ծռեր խմբի տղաներին հանդիպելով ինչպես կբնութագրեք նրանց։ Ես Սասնա Ծռեր տղաների մի մասին, այսինքն հատկապես այն տղաները, ովքեր հանդես եկան իրենց դիրքորոշումներով, կեցվածներով, ինչպես Բաբլիկը, Վարուժանը, ես իմ ծանոթությունը վարզապես բարականերու պերումով կարգմընկերների միջոցով եղած է, ավելի խորը ծանոթություն չեն ունեցել մենք իրար հետ, առաջի հանդիպումս էր, այսպես ասած, իր հետ լուրջ խոսակցության, և կային այնտեղ այլ նույնպես տղաներից, որոնք ճանաչել եմ դեռ Արցախյան պատերազմի դարիներից, սկսած 90 թվականից որոշներին, ուրիշներին, երբ ես այդ դարիներին այցելում էի Արցախ, գտնվելու մոտիկ այդ տղաներին, ովքեր պաշտպանում էին, ազատագրում էին մեր հողը, այդ օրերին փախտ ունեցել եմ բավական մոտիկից ծանոթանալու որոշներին, իսկ մյուսներին ծանոթ չեմ եղել հերակա իրենց նյութերին ծանոթանալով, այդքանով է իմ ծանոթությունը։ Ինչ տպավորություն ունեիք, ինչու էին նրանք գնացել այդ քայլին, ինչու որոշեցին ընտրել այդ ճանապարհը։ Այդ հարցը կարծում եմ բոլորս որ տալիս ենք, գիտենք նաև պատասխանը խորքի մեջ։ Մենք 25 տարի ինչ անկախությունը ձեռք բերել ենք, այդ 25 տարիների ընթացքում լինելով մեր անցյալի պատմության ծանոթ լինելով պետականության կորուստ, ցեղասպանություն, վերջապես ունեցանք անկախություն եւ դա ենթադրում էր, որ մենք պատմությունից դասեր քաղած պիտի ամեն օր, ամեն ժամ աշխատենք ճշգրիտ այնպես, որ նորանկախ պետությունը իր բազմաթիվ խնդիրների հետ, որ մենք ստանձնել էինք, դրանք ժամ առ ժամ հարթելով, ուժեղացնելով դառնանք պետություն իր ամբողջական իմաստով։ Ժամանակը ցույց տվեց, մենք արդեն այս բանը գիտենք, ինչպիսի հանգրվանների միջով անցել ենք, այդ անկախության հետ մեկտեղ ստեղծված ծայրահեղ իրավիճակներում պատերազմ, տնտեսական ճգնաժամ, այդ բոլորի հետ մեկտեղ համահունչ չէր իշխանությունների գործունեությունը եւ իրենց վերցրած պատասխանատու կեցվածքը։ Հակառակը մենք տեսանք իշխանությունը, որ ձևավորվեց ինչ-ինչ պայմանների բերումով այդտեղ հայտնված մարդիկ, որոշներ հենց շարժման որպես ակտիվ ուղղակի մասնակիցներ, ուրիշներ կողքից տապանցած ինչ-ինչ պատճառներով այլևս այդ մանրամասների մեջ չեմ ուզում մտնել այս պահին, բայց մեզ չառաջնորդեցին այնպես, ինչպես որ ժամանակը ներպահանջում եւ մեր առջեւ դրված խնդիրները։ Հատկապես, երբ մենք անցնելով Արցախյան պատերազմի մեջ եւ վերջապես բազմաթիվ հազարավոր նահատակների եւ վիրավորների եւ համաժողովրդային մասնակցության որպես արդյունք կարողացանք վերջապես ցերկ բերել Արցախի անկախացումը եւ ազատագրել հայրենի հողը եւ հասնել այն համաձայնագրին, որ պատերազմը կանգնեցնել, ոչ թե
ավարտին հասցնել, այլ գրագմար լինի։ Նման պայմաններում մենք պետք է գիտակցեինք ասկովի առավել եւս իշխանությունները, որոնք բարդավոր են այդ բարդավորությունը վերցնելու եւ համահունչ կորզնություն ծավալելու, պիտի գիտակցեին, որ մենք այդ արգախված խնդիրը պետք է դեռ հասցնենք ավարտին, իսկ դրա համար մենք պետք է մեր թիրքերը ուժեղացնենք բոլոր առումներով։ Պետությունը, որպես պետություն, իր վրա դրված այդ խնդիրը պետք է լուծեր տնտեսական վերելքի ճանապարհով, ռազմական հզորացման ճանապարհով, ներքին արդարության, ապահովության, հավասարության առումով եւ այս բոլորը այդ հոգեբանական եւ տարբեր խնդիրների, այդ կորձոնների արդյունքը պիտի լիներ միայն թրական։ Ինչը մենք տեսանք հաջորդաբար 3 նախագահների ժամանակաշրջանին եւ մինչեւ այս օրս, այդ խնդիրը միշտ մատերի արանքով է նայվել իշխանության մեջ եւ իշխանության շուրջ գտնվողների համար մի այլ պայմաններ է եղել ապրելու, զարգանալու, հաստատվելու, իսկ ընդհանուր համաժողովրդային իմաստով մի այլ վիճակում եւ ամենաահավոր շերտերով, այսպես եթե դարբեր շերտերի ուզենք բաժնել, մենք կտեսնենք, որ մեր ժողովրդի մեծամասնությունը ծանր պայմաններով մեջով անցնելով շարունակում է ապրել իր քույությունը պահելու չափ միայն, որոշներ նույնիսկ այդ չեն կարողանում անել եւ ստիպված բռնում են խոբան գնալու ճանապարհը կամ ընդմիշտ արտակախտելու։ Ընդմիշտ արտակախտողները արդեն հույսը գտրած դեսնելով այն բոլոր միջոցները, որ տարբեր քաղաքական հոսանքներ, որոնց մեջ կան որոշներ, որոնք իշխանության կողմէ այսպես ստեղծված հadoop նպատակ հետապնդող գազագերբություններ, գուսակցություններ, մենք գիտենք, որ եղել են եւ կան բուն արմատական եւ ավանդական գուսակցություններ, որոնք փորձում էին տարբեր միջոցներով այս 25 տարվա ընթացքում իրենց ցայնը բարձրացնել, իրենց ցայնը ասելով ժողովրդի մտահոգությունները, խնդիրները առաջ բերել եւ երբեմն ինչու՞ չէ այդ մտնոլորտից դիվիդենդներ վերցնելու ճանապարհով ուզում էին հասնել իշխանապողության կամ ինչ որ չափով ազդել իշխանության վրա, որպեսզի պետություն եւ իշխանություն այդ նույնանցումը անչադվեր եւ իշխանությունը իր գործառույթները կարողանար ճշգրիտ կատարել եւ պետական կառույցները հաստատակամ այդ հիմքերը ամրացնեին։ Այդ միջոցները, որ բազմաթիվ ձևերով փորձվել է, մենք բոլորս գիտենք, ապրել ենք, եւ այն ճանապարհը, որ միշտ ժողովրդին, ժողովրդավարության հիմնարար միջոցները, որ ընդրություններու ճանապարհով, խաղաղ միջոցներով, դարբեր խորհրդակցություններով, ծրագիրներ առաջարկելով կարող ենք այդ խնդիրը լուծել եւ հասցնել բարենպաստ պայմանների, այդ բոլոր միջոցները ինքնին սպառեցին, քանի որ մեր երկրում երբևէ բացի առաջին ընդրություններից, առաջին ընդրության պահից խորհրդարանի եւ երկրի նախագահի 91 թվի, դրանից հետո բոլոր ընդրությունները գերծվել են, դրա մասին բոլորը խոսել են, պատճառներ են փորձել բերել, արդարացումներ, ժամանակի ֆակտոր եւ այլն, բայց այդ բոլորը բավարար չէին համոզիչ դառնալու եւ դարձնելու եւ ելքը ցույց տալու, այս փակուղուց դուրս գալու։ Այն փակուղուց, որ մենք տարվետարի խորացրինք եւ
վերջում այդ փակուղում ոչ մի ճրակ լույս այլևս գոյություն չուներ, որ կարող են այդտեղից ճայթքի եւ դուրս գա ինչ որ մի բան։ Պարոն Պողոսյան, տեսեք, բայց արդյունքում մենք ունեցանք նաև այսպիսի պատկեր, երբ որ Սասնա-Ծռեր խմբի տղաները որոշում կայացրեցին զենքերը վայր դնելու, նրանց հիմնական պահանջները, որոնք որ իրենք ներկայացրել էին, այնուամենայնիվ դեռևս չէին բավարարվել։ Կարող ենք ասել, որ նրանց այն զոհաբերությունը, որին որ իրենք գնացին, ապարդյուն անցավ, թե դուք տեսնում եք այն կայծը, որի մասին նաև խոսեց Վարուժան Ավետիսյանը։ Պատմական ակնարկ եթե պիտի նետենք նման իրավիճակներում, երբ դարբեր միջոցներ փորձարկվում են եւ ապարդյուն են անցնում կամ այդ ուժը, այդ հնարավորությունը չի դրվում մի կողմին ունենալով առաջի կողմի այդ ամբողջական լծակները եւ ուժային եւ ռեսուրսների իր գոմնագիցների, այսպես ասած, ճագերտների մեջ կան այդ գոմնագիցները, ես չեմ հավատում, որ համոզված իր առաքելության, իր ազգային մտածողության որպես արդյունք գողմ են դառնում, այլ ինչ-ինչ քարակտերներ, մարդկային դեսակի եւ նման իրավիճակի մեջ եզրակացնելով, որ մեգա այս սիստեմի դեմ խաղ չկա, ուրեմն կամ պետք է թողնե հեռանա երկրից, կամ գործանման ջամփու մեջ ինքը մաշվի եւ ինքնին վտանգի իր նաեւ սերունդը եւ կամ պետք է մտնի ապահով բանի դակ ծածկի դակ կա ինչ որ շոշափելի դոգոսմը, որ ընտրել է այդ ճանապարհը ինքնին ապահովելու, անձնապես ապահովելու, այդ միջոցներից ամիջական օգտվելու տարբեր չափերի առավելագույնից նվազագույնը եւ կա մնացյալը, որոնք այդ խաղից դուրս, այդ խաղին զոհ չգնացող եւ իր գոյությունը իր արժանապատիվ հացը վաստակելու ջիքի մեջ փորձում է ապրել, իսկ եթե չի կարողանում այլևս այդ բոլոր լուծը տանել, թողնում հեռանում է երկրից։ Հիմա այս բոլոր մթնոլորտի արդյունք էր այս տղաների բորտկումը, ըմպոստությունը, այդ գայծը, որ իրենք տվին։ Սա որևէ մեկի համար եւ դղաների համար առաջի հերթին հեշտ որոշում վստահ որ չի եղել։ Եթե մենք դուրսը կանգնածներս կարող ենք ողջունել, համացայն գտնվել, թե անհամացայն գտնվենք, մենք այնտեղ որևէ ամիջական ներդրում չունենալով, դրա հարվածին ամիջական ենթակա չգտնվելով, կարողանանք ազատ որևէ կողմնորոշում ունենանք։ Բայց իրենք, որ վերցրել են այդ որոշումը, գիտակցելով, որ այնտեղ մահ ու գենաց խնդիր է, այսինքն ավելի մահվան ճանապարհն են բռնել, թե քան ապահով դուրս գալու միջոցը։ Ես որ դղաներին հանդիպեցի այդ արիթը որ ունեցա, ես այնտեղ նաև դղաների հետ զրուցել եմ այն մասին, որ չեմ կարծում, որ դուք միամիտ կգտնվեիք այնքան, որ ենթադրեիք մի օրում ձեր դրած պահանջները ամիջապես կկատարվեն եւ կամ մի օրում ամբողջ բնակչությունը դուրս կգա ի պաշտպանություն ձեզ։ Եվ դա եթե լիներ, ոչ թե ի պաշտպանություն անպայման Սասնա-Ծռերի գործողության եւ իրենց տղաների համար պետք է եղած լիներ։ Կարծում եմ իրենք էլ պետք էր որ գիտակցեին, այլ այն բոլոր խնդիրների, որ կանգնած է մեր պետականության առաջ, սպառնում է մեր պետականության, եւ այն բոլոր խնդիրների, որոնցից մեր ֆիզիկապես մեր ամեն մի քաղաքացին զգում է իր մաշկի վրա։ Դրա համար էր նաև այդ գործողությունը հավանաբար արված եւ դրանից հետևցնելով ենթադրում էին, որ մյուս օրը հավանաբար բոլոր ազգովի մենք կգանքնենք իրենց կողքին, ինչը որ չեղավ եւ այդ չլինելը ինչ անտնաբես շատ էր մտահոգում այն գդրվածքով, որ դղաներին այդպես այդ արարքի առաջ բաց տաշտում թողնելը
պիտի հանգեցներ կամ ծայրահեղ արյունահեղության կամ ծայրահեղ զրո արդյունքով դուրս գալուն, որին պիտի հետևեր նաև հուսահատության մի նոր ալիք, ինչպես ամեն մի ընտրությունների կեղծված հաջորդում է հուսահատության մի նոր ալիք, որը նպաստում է միայն հավելյալ տնտեսական եւ այլ խնդիրների խորացման եւ արտագաղթին։ Այս մեկը նաև դրան կտաներ։ Իսկ համաժողովրդային ներծուկը պիտի կասեցներ այդ արյունահեղության բանը եւ միևնույն ադեն պիտի իշխանություններին մղեր, որ վերջապես գիտակցեն եւ սկսեն ամիջական բարեփոխումների գործընթացը։ Երբ որ դուք հանդիպեցիք տղաների հետ, ավելի ուշ հայտարարեցիք, որ նրանք շատ վճռական են տրամադրված եւ զենք վայր դնելու մասին անգամ չեն մտածում, չեն խոսում, բայց ժամանակի ընթացքում այդ որոշումը իրենք կայացրեցին։ Հիմա հենց տղաների համար, Սասնա ծռեր խմբի անդամների համար այդ որոշումը ինչ է նշանակում, ինչ հետևանքների կբերի հենց նրանց համար։ Ասեմ, որ որևէ մարտավարություն, որ կորթեքրվի, մարտավարության մեջ կան տարբեր էտապներ եւ հնարավորության միջոցներ։ Եվ այդ դրանց մեջ նաեւ մարտավարության մեջ ընդունված է նահանջի մարտավարությունը եւս։ Այսինքն, եթե միտեղ հասցրել ես քո գործունեությունը, որից ընկոմ անհնարին է անցնել, դա չի նշանակում, որ այդտեղ պետք է վերջնականապես ինքնազոհության ճանապարհով վերջ դնես այդ խնդրին։ Նահանջը նույնպես մարտավարություն է, տալով հնարավորություն մի այլ գործընթացի։ Մի փոքր ուզում եմ դեղափոխել զրույցը այլ դաշտ, երբ 70-ական թվականներին զինյալ պայքարի շարժումը սկսվեց, որը նաև ես կարողացել եմ փախտ ունեցել եմ մասնագետ դառնալու։ Դա արդյունք էր այն նախորդող դասնամյակների, որ Սփյուռքում տարբեր քաղաքներում, տարբեր գազագերբություններ, բուսակցություններ լայնածավալ աշխատանք էին տարել քարոզչական եւ այլ միջոցներով եւ համաշխարհային այսպես հանրության լսելի դարձնելու մեր թադը ցեղասպանության փաստը եւ դրա հետևանքների վերացումը եւ Թուրքիո իշխանություններին, որ իր գործած մեղքը ընդունի ցեղասպանության ճանաչում եւ հադուցում։ Եվ ինչու՞ չէ նաեւ ներազգային կյանքում վար բահելու այն խաղապարը, այն շունչը, այն գորովը եւ այն հույսը, որ մենք ժամանակի առումով մեր թադը, մեր պահանջադիրությունը չի մարելու, այլ սերնդափոխություններով հանդերձ մենք պիտի դեր կանգնենք մեր իրավունքներին եւ պայքարենք մինչեւ վերջնական հաղթանակ։ Դրա մեջ, ինչպես ասեցի, քարոզչական մեծ նշանակություն էր տրվել եւ արտաքին հանրության եւ ներհայկական ներազգային իմաստով։ Հիմա այս տղաների գործողության մեջ եւս այդ հնարավորությունն է, որ մեզ փոխանցվեց, որ այդ բոլոր խնդիրները, որ մենք 20 տարի, 25 տարի է ամեն մի հայ քաղաքացի, ով իշխանության մեջ գտնվելու բարիկներից զուրկ, այդ խաղի կանոններով առաջնորդվելու զոհ չգնացել եւ ապրում է արժանապատիվ կամ փորձում է ապրել արժանապատիվ եւ իր հացը վաստակելով իր գոյությունը պահել, այդ բոլոր թշկողություններուն վերջապես իր ցայնը բարձրացնող մի խումբ անձնազոհության ճանապարհով գնաց այդ գործին։ Այսօր իրենք, որ հայտնվել են արդեն կալանավորի վիճակում, վաղը իրենք պիտի ունենան հնարավորություն դատաբարության ընթացքում իրենց խաղապարները, իրենց բոլոր մտքերը արտահայտելու, բարձրացնելու, բայց ոչ միայն իրենք, հասարակությունը նույնպես, ով 3-10 կամ 15 հազարով իջել էր
իր զորակցությունը եւ իր ցայնը բարձրացնելու հանուն արդարության, իսկ մնացյալը, որոնք դուրս չէին եկել ոչ թե չբաժնելով, չկիսելով, չունենալով այդ խնդիրները, այլ տարբեր մտահոգություններով, այդ սպառնալիքների ահաբեկում, այդ բոլորը մենք գիտենք, եթե որոշներ ուզում էին այս տղաներին ահաբեկիչ որպես դիտեն, ինչպես մեր բարակային ընդունված նորմը, տերմինը, որ գիրառվում էր, ահաբեկչություն էին համարում, իսկ մենք մեզ ահաբեկիչ չէինք համարում, այլ զինյալ պայքարի մարդիկներ, որ ունի խնդիր բարձրացնելու, իր ցայնը լսելի դարձնելու, իր թադը հասանելի դարձնելու։ Ահաբեկչության մասին եթե պիտի խոսենք, մենք կարող ենք խոսել ժամեր եւ այդ ահաբեկչությունը լինում է տարբեր միջոցներով եւ նաեւ իշխանական լծակների միջոցով մնայուն։ Տեսեք, հասարակական ընկալման մեջ Սասնա ծռեր խմբի տղաները հերոսներ են, սակայն մենք տեսանք Երեքսեր Սարգսյանի ելույթ ավելի վաղ ծանոթացան կայացած հայտարարությանը, որտեղ վերջիներս տղաների գործողությունները բնութագրեցին որպես ահաբեկչություն։ Այս հասարակական ընկալման եւ իշխանությունների պատկերացումների խզումը ինչի հետևանք է եւ ինչի կարող է հանգեցնել։ Մենք նաեւ պետք է նստենք ժողովրդավարության սկզբունքներով մեծամասնության գարձիկի հետ հաշվի պետք է նստենք։ Իսկ ես վստահ եմ, որ մեծամասնության մեր ժողովրդի, մեր ազգի մեծամասնության ենթագիտակցության մեջ հասկանալի է, որ այս տղաները ինչ էին ուզում անել, ինչու էին ուզում անել այս ճանապարհով եւ նրանցից շատերը նաեւ անցյալին Արցախյան ազատամարտի շրջանում ուղղակի մեծ ներդրում անձնազոհության վերջին լուման նույնիսկ պատրաստ են եղել այնտեղ ունենալու։ Այնտեղ ուրիշներ էլ եղել են, կարող ենք ասել, որոնք նույնպես գտնվել են Արցախում, բայց բոլորը միանշանակ նույն համոզումներով, նույն գիտակցությամբ եւ նույն վճռագամությամբ չէ որ գտնվել են այնտեղ։ Մենք գիտենք նաեւ ունենք այդ փաստերը արձանագրված, որոշներ արշակաբանի որպես վայր, աբաստան գտնելու վայր, ինչպես ունեցանք այդպիսիները, հայտնի թեմքեր արդեն այսօր, կրիմինալ դարեր, փախուստ տալով հայտնվել էին այնտեղ եւ վերադարձան որպես հերոսներ, որպես այսօր նույնիսկ գեներալներ, որոնք ժողովրդի հետ ոչ մեկ առնչություն չունեն, այլ կյանքով ապրում են, այլ նկարագրով եղել էին եւ մնում են, շարունակում են մնալ։ Այս տղաները չեն կարող մենք նույնացնել այնպիսիներին, իրենց կյանքով դա ապացուցել են։ Ամեն դեպքում իրավական եւ քաղաքական առումով կարող ենք ասել, որ բավականին այդ սահմանը լղոզված է ահաբեկչություն, ապստամբություն միգուցե եւ ինչ հիմքեր ունի Սերժ Սարգսյանը այսօր հայտարարելու, որ տղաների գործողությունները ահաբեկչական գործողություններ են, որովհետեւ ինչպես դուք նշեցիք, նույն ՀՑԱՄ-ի կամ Ասալայի դեպքում մենք դարձյալ այդ պատկերացումների խզումը ունենք։ Մենք դա գտեցնենք քալիք զարգացումների հետ մեկտեղ դատավարությունը ինքը բավականին լույս կսպրի այդ գործին եւ դարձյալ գասեմ մեծամասնության գարդիկի հետ է որ մենք պիտի հաշվի նստենք իշխանության կողմը բարձավոր պիտի այդ տղաներին հերոսացման ճանապարհով չտաներ քան ինքը գիտակցում է որ ինքը տապալել է ամեն ինչ սկսած իր առաջի օրվանից, որը ստանձնել է, մինչև վերջի օրը քայքայել է երկրի բոլոր ռեսուրսները, յուրացնելով այդ ռեսուրսները կարգ անձերի սեփականությունը դարձնելով, չի կարողացել ապահովել մեր սահմանների պաշտպանությունը, որու վառ ապացույցներ ապրիլյան կարորի այդ պատերազմական վիճակը եւ մեր մի քանի ժամվա ընթացքում կարելի ասել 100-ի հասնող նահատակները չի կարողացել նաև այս գործողությունը եկավաբացուցելու որ ներքին ապահովությունը եւս չէր կարողացել ապահովել դրա արդյունքն էր որ այս տղաները կարողացան ներխուժել այդ ընդառաջ որը մեր
վերջապես ազգային անվտանգության համալիր գարույցի մեջ է։ Այս բոլորից հետո մնում է դասեր քաղել վերջապես եւ սրանով չէ որ պիտի դասեր քաղեինք, եթե մենք ժամանակին ունենայինք այդ խիզախությունը, այդ քաղաքական կամքը, այսպիսի գործողություն չէր գրանցվեր, այսպիսի նաեւ հետևանքներ չէր ունենար, որ հետևանքները բավականին ծանր է, դա էլ պետք է գիտակցենք, եւ մենք պետք է դուրս գանք միայն վարդնելով այն դոգմաները, որ մենք գիտենք ինչ ենք անում, գիտակցում ենք, տիրապետում ենք, մեր թեմ խաղ չկա եւ նման միջոցները դադարեցված են ընդհանրապես միջոցների ես տարբերություն չեմ տնում։ Բոլոր միջոցները, որ մինչ օրս դադարեցված էին ցախողման, մենք այսպես չենք կարող շարունակել։ Եվ դա ապացուցելու համար, օրինակ, եթե մենք մի քանի ամիս առաջ սահմանադրության փոփոխության գնացինք եւ մեզ վստահեցնում էին, որ դա արվում է նաեւ հոգուտ ժողովրդավարության, որ այլևս գողմերը քաղաքական ճաշտը ձևավորվի եւ կարողանա դուրս գալ այդ համակարգից, դա անելու, դա վստահեցնելու համար նաեւ իշխանությունները երկրի նախագահը պիտի ուղղակի իր ամիջական միջամտությամբ ազատի գործից այն պաշտոնյաներից, որոնց միակ շնորհքը ունակությունը քվե քողանալն է մարդկանց տրգացնելու ճանապարհով։ Այլ շնորհք այդ մարդիկ չեն ցուցաբերած իրենց ողջ այդ պաշտոնավարման շրջանին։ Եթե այդ արվի, մենք նոր կհավատանք, որ գալիք ընտրությունները իսկապես կլինեն արդար եւ կլինի ժողովրդի կամքի արտահայտության արդյունք։ Այս ճանապարհով գնալու դրդիչներից մեկ նաև այն էր, որ բավականին վերջին շրջանում ակտիվացել էին խոսակցությունները Լեռնային Ղարաբաղին որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու հետ կապված եւ ըստ էության Սերժ Սարգսյանը իր այս վերջին ելույթում նշելով, որ վստահեցնելով, որ միակողմանի զիջումներ չեն լինելու, վերահաստատեց, որ փոխզիջումներ են լինելու, իսկ այդ փոխզիջումները արդեն սեղանին առկա փաստաթղթերից մենք գիտենք, որ 5-ից 7 շրջանների հանձնումն է։ Այս շարժումը համենայն դեպս այս փուլում ճնշելով Սերժ Սարգսյանը կարող է ենթադրել, որ ինքը այժմ ազատ է գնալու այդպիսի զիջումների եւ նման որոշում կայացնելու։ Նախ պետք է ասել, որ Սերժ Սարգսյանը իշխանության է հասել Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղություն կամ պատերազմ տերմինին եւ դրա բորդկումն էր կասեցնելու այդ զիջողական, բարդվողական գործընթացը։ Դրանից հետո այս բոլոր ժամանակահատվածին, բոլոր հանդիպումները, որ դեղ են գտել, մադրիդյան սկզբունքներով փաթեթը, ամբողջական փաթեթային լուծումը, վերջի տարիներին Կազանյան սկզբունքների, որ ավելի վատն է ինչ-որ կետերով կան մադրիդյանը, այս բոլոր ընթացքում, եթե զիջելու բան կար, այդ հասկացողությունը, դրամապանությունը պետք է գործեր, որ փոխզիջումներով միայն այս հարցը կլուծվի, սա դարիների գարոտ պետք չէ լիներ, որ այդ մտայնությունը վերջապես ձևավորվեր։ Եթե չէր ձևավորվել, քանի որ մենք ավելի բինտ դիրքերում մեջ մենք մեզ զգում էինք եւ դրա համար կարողանում էինք մինչեւ վերջ մերժել թեմ դալ որևէ ճնշումների հաղթահարել։ Իսկ եթե այսօր դա հասել է այն փուլը, որ մենք նախագահը գիտակցում է, որ անպայման պետք է հարցը լուծվի այսօր եւ պետք է լուծվի ոչ թե փաթեթային, այլ փուլային եւ հողերի հանձնման ճանապարհով, սա արդյունք է նաև նրան, որ երբ դու 22 տարվա խաղաղության շրջանը չես օգտագործել այնպես, որ պետականությունը ամրապնդես, բանակը հզորացնես,
քո ներքին մարդկային ռեսուրսը պահես, որը նաև նշանակում է սահմանին քո զինուժի պահպանության թվականակը, բնականաբար թույլ կողմը, դգարացած կողմը ենթակա կլինի որևէ ճնշման եւ այդ արիտից օգտվելով հագարագործները պահը պատեհ գտնելով կչեզոքատնեն, կճնշեն եւ համացանության սեղանին կբերեն բարդված դուրս գալու ճանապարհով։ Այս բոլորի պատասխանատուն այս իշխանությունն է նախագահի գլխավորությամբ։ Գլխավոր հրամանատարը պիտի գիտակցի, որ նման դգարացած իշխանության երկրի պայմաններում եւ ապրիլյան պատերազմի գորուստների հետո եւ մարդկային եւ տարածքային ինքը մի խնդիր ունի լուծելու եւ ներքին կյանքը վստահությունը բարձրացնելու համար պետք է կառավարությունը ծրե վստահության կառավարություն ձևավորը ինչը երեկվա իր ելույթի մեջ նաև անդրադառնում էր դրան եւ դա զարմանալի է նաև գալիս էր հուշելու որ այս տղաները իրենց առաքելության մեջ նաև կարողացան հասնել նրան որ վերջապես թրին այդ խնդիրը սեղանի վրա որ պետք է այդ վստահության կառավարությունը ինչը երկար ժամանակ է այդ մասին խոսվում էր առաջարկվում էր եւ միշտ մերժվում էր սա մեկ երկրորդ նման իշխանություն նման ղեկավար իր թույլ պայմանների մեջ պիտի ամեն ջիկ թափի հնարք գտնի թանտաղեցնելու բանակցությունները եթե հնարավոր է նաև կասեցնելու ընդհանրապես մինչև վերակտնենք մեր ներքին կյանքի համերաշխությունը ամրությունը վստահությունը եւ դուրս կանք տնտեսապես եւ ռազմականապես ավելի հզոր թիրքերի վրա նոր կգնանք բանակցության եւ կանենք այնինչ որ Արցախյան պայքարի համահունչ Արցախի վերջնական ստատուսի անկախության խնդիրը լուծած միայն այդ խաղաղությունը ձեռք բերենք փոխզիջումներ այո բայց փոխզիջումը պիտի լինի համահունչ եւ վստահելի ամեն մեկը վերջնականապես իր ազգային անվտանգության հարցը լուծած դուրս բերելով Պարոն Պողոսյան, եթե Սերժ Սարգսյանը այնուամենայնիվ կարողանա բավարար ռեսուրս ունենա արտաքին քաղաքականության մեջ ձեր ասած ճանապարհով գնալու եւ բանակցությունները երկարաձգելու, դուք ինչ եք կարծում իշխանություններն այդ ժամանակը կօգտագործեն իրապես սխալները գնահատելու եւ դրանք ուղղելու ճանապարհով կգնան, թե բախվենք դարձյալ այն խնդրին, ինչ բախվեցինք օրինակի ապրիլյան պատերազմի ժամանակ։ Իշխանությունները այսօր իրենց վաղուց իրենց արժև դրված խնդիրը բարդավոր են լուծելու եւ այդ խնդիրը լուծելու ճանապարհին նաեւ մաքրվելու ներքուստ մաքրվելու եւ հնարավորություն տալու ավելի արժանավոր քիտակից այդ կորձին համապատասխան կադրերով համալրելու կառավարությունը առաջին հերթին դա անելու համար այնինչ որ վստահության կառավարության ձևավորումը պիտի չլինի բոլորին բավարարելու մագերեսային այդպես լուծում եթե դա պիտի կոյակցվի այսօր դարիներ շարունակ քաղաքական փեմի վրա գտնվող անցանցով որոնք բոլորը վարգապեկված են իրենց գործունեությամբ իրենց ապիկարությամբ իրենց այս կամ այն գաղվածությամբ դա փաստա եւ դրա համար էր որ այս երկուշաբթվա 15 օրվա ընթացքում որևէ մեկը համարձակությունը չունեցավ հարթակ բարձրանալու ժողովրդին զսպվածության գոչանելու կամ ուղղորդելու քանի իրենք գիտեին որ բոլորը ժողովրդի կողմից մերժված են հենց իրենց գործունեության ցախաբերության եւ կարողության բերումով ամբողջական սերնդափոխությունը պետք է ապահովի
ինչպես իշխանության, այնպես էլ ինտիմատիր թաշտի մեջ նոր թեմքեր պետք է մեջտեղ կան, որպեսզի այդ վստահությունը վերականգնվի եւ ինտիմությունը, որպես այնպիսի լծակ հագագշիր, իրապես ձևավորվի։ Իսկ այն մասով, որ եթե իշխանությունը ի վիճակի չէ եւ արտաքին ճնշումները այնպիսին են, որ ինքը չի կարողանա թեմ տնել եւ բարդավոր է այդ բանին համաձայնության կարծիչումների, ես կվերադառնամ սահմանադրության գեդին, սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, որ նույնինքը նախագահը նույնպես արտահայտել է եւ այդ իր արբանյակների բեռնով նաեւ դարածվել է, որ սեպտեմբերի 3-ի որոշումը, որ մենք մտանք մի քիչ երբա մեջ մաքսային միություն, դա արդյունք էր նրան, որ երկրի նախագահին կարողանալով ճնշել, բարդավորեցնել, մենք մեր բոլոր սիստեմը կարողանում ենք մի օրից մյուս օրը անկախ մեզնից գործադրել օտար ուժերի որպես բահանջ։ Եվ դրա համար, որպեսզի այդ կանխվի, սահմանադրության այս խորհրդարանական սիստեմով մենք պիտի բացառեինք մի անձի վրա աստելով որոշում բանեցնելու այդ բարդաթրանքը։ Հիմա ես հարց եմ տալու, եթե այդ գիտակցությունը, այդ խնդիրը այդքան լուրջ գիտակցված նկատի առնված է, ինչու օր առաջացկելով խորհրդարանական ընտրությունները, որը պետք է լինի 17-ին, մենք չփոխանցեցինք այդ բոլոր սիստեմը նախագահի իրավունքները խորհրդարանին եւ դրանից հետո արդեն խորհրդարանի ջամփով մենք այդ բանի ճնշումից, այդ բարդաթրանքից մենք մեզ ազատագրված զգայինք։ Ահավասիկ այդ ժամանակը, որ մեզ պիտի թույլ չտային, ապրիլյան պատերազմով եկավ մեր թրան առաջ կանգնեց եւ շարունակում է այս թույլ վիճակի մեջ մեզ դանելու բանակցային սեղան եւ մեր կամքից անկախ փոխզիջումների գնալ հոգուտ Ադրբեջանի ի վնաս Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի եւ ընդհանրապես Հայաստան աշխարհի։ Սերժ Սարգսյանի իշխանությունը ըստ էության ժողովրդական վստահություն չունենալով, լեգիտիմություն չունենալով հիմնվում է հենց ձեր ասած այդ երկու գործոնների վրա՝ արտաքին աջակցություն եւ այն անձանց իր թիմակիցների, որոնք որ ձեր ասած ճանապարհով ընտրությունների ժամանակ կարողանում են իշա Սերժ Սարգսյանի ծառայեցնել իրենց այդ ունակությունները։ Հիմա եթե Սերժ Սարգսյանը գնա բարեփոխումների ճանապարհով եւ ասենք նույն այդ վստահության կառավարության ստեղծման եւ այլ իրական բարեփոխումների ճանապարհով, դա բավականին ռիսկային կդարձնի իր իսկ իշխանությունը եւ ըստ էության հիմա ինքը ընտրության առաջ է կանգնած, որ ճանապարհ ընտրել։ Նրա ելույթից դուք ինչ հետեւություններ արեցիք, որ ճանապարհը կընտրի ինքը, ամրացնելով այդ գործոնները ավելի խստացնել նաեւ ուժի ցուցադրությունը, թե գնա բարեփոխումների տարբերակով փորձելով հասարակական վստահություն եւ լեգիտիմություն ստեղծել ժողովրդի մոտ։ Եթե երկրի ղեկավարն ես եւ գիտակցում ես, որ դու բարդավորություն ես ստանձնել երկիր կառուցելու, պետականությունը ամրապնդելու, ճանապարհը մեկ է եւ դրա համար նոր բաներ պետք չեն հուշելու։ Իսկ եթե քո քերխնդիրը քո սեփական իշխանության վրա մնալու խնդիրն է առաջնային, դա բնականաբար երկիրը ինչպես մինչ օրս ուր որ հասցրել է, այսպես էլ կշարունակի իր ծայրահեղ վատագույն բաներին, արդյունքներին։ Ինքը ներլուծելու եւ ինքը ունի այդ հնարավորությունը այս խնդրից դուրս գալու կամ պատվով հերանալու եւ պատմության առաջ այդ խարանը, որ մինչ օրս արձանագրված է, դրան վրա հավելյալ խարաններ չավելացնելու։
Եթե ինքը ընտրի ուժի ցուցադրության ճանապարհը, այսօր Հայաստանում փողոց դուրս եկած քաղաքացիները ինչ ճանապարհ ունեն, ինչպես կարող են շարունակել Սասնա Ծռերի սկսած ապստամբությունը եւ ինչ քայլեր պետք է անեն, որպեսզի սա չլինի այն հանգուցալուծումը եւ ավարտը, ինչը որ սկսել էին Սասնա Ծռերը։ Ինչպես եք տեսնում այդ ճանապարհը։ Արդեն իսկ այս երկու շաբթվա ընթացքում վստահ եմ ինչքան որ արձագանքներից նաև կարելի է անդրադառնալ Սասնա Ծռերի տղաները հերոսներ են հայ ժողովրդի համար եւ ներսում եւ սպիրկում ոչ նրա համար որ իրենց գործողության ցևը համարում են հերոսաբադում այլ այն զոհողությունը եւ գիտակցությունը որ վերջապես պետք է արտահայտել ժողովրդի ընդվզման այդ եւ երկրի տակնապը լուրջ բանակ քննարկման նյութ դարձնել եւ դրանից ելքը փնտրել իրենց առաքելությունը ավարտած են մասամբ մնացյալը կշարունակեն իրենց պաշտպանական ճարերի միջոցով մենք հանրությունը պետք է գիտակցի որ այդ զոհաբերումը եղած է մենք եւս մեր թերագադարությունը ստանցնելու մեր իմացած մեր հնարավոր լծակներով եւ հնարավորություններով որը ամենօրյա այս խնդիրները բարձրացնելու մեջ է ինքնագազմագերբվելու մեջ է եւ այդ ինքնագազմագերբման մեջ թիմատիր բոլոր գուսակցները նոր խավիմը առաջ գալը մեր առաջ կբացի մի նոր դաշտ համայնաշխության, համագործակցության եւ նոր ուղիներով երկրի առաջ ծառացած այդ խնդիրներուն լուծումներ բերելու Շնորհակալ եմ շատ, պարոն Պողոսյան, հետաքրքիր զրույցի համար։ Այսքանով ավարտենք։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ մենք այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ ցտեսություն։